Ընդդիմադիր հայացքների տեր լինելով անձնավորություն, ինչպես ստացվեց, որ այսօր եկաք այս պատարագին մասնակցելու։ Այո, դուք շատ ճիշտ նշեցիք, ես ընդդիմադիր հայացքներով մարդ եմ, բայց մենք բոլորս Աստծո զավակներ ենք եւ եկեղեցին ընդունում է բոլոր մարդկանց անկախ ընդդիմադիր հայացքներից, իշխանական հայացքներից, բոլորս քրիստոնյա ենք եւ համերաշխության աղոթք եմ այսօր բարձրացրել եկեղեցում, որ համերաշխություն լինի, բարի լինի, սերը լինի։ Մարզերում նմանատիպ այսպիսի պատարագներ իրականացնելը ինչ խորհուրդ ունի իր մեջ։ Տեսեք, այստեղ հավաքված են նույն մեր հայ ժողովուրդը, մենք բոլորս հայ ենք, անկախ մեր հայացքներից, եւ ես ուզում եմ, որ մեր երկրում լինի համերաշխություն, բարին հաղթի, բարիություն տարածվի։ Սա հնարավորություն է, որպեսզի մենք միասին աղոթք բարձրացնենք դեպի Աստված։ Տեսեք, բայց բազմաթիվ եկեղեցիներ կան, որտեղ եւս պատարագ է մատուցվում, ինչու է հենց այստեղ կալ։ Ես ինքս որոշեցի, որ գամ այսօր, որտեղ որ վարչապետն է, եւ երբևիցե չեմ եղել նմանատիպ, միջոցառման, եւ ուզեցի ինքս ներկա գտնվեմ, տեսնեմ այս կողմի ժողովրդիս, քանի որ ընդդիմադիր դաշտի ժողովրդին ճանաչում եմ, ուզեցա նույն իմ աչքով տեսնեմ, ինչպիսի տրամադրություն է, տրամադրվածություն է մարդկանց մոտ, եւ կարող եմ ասել, որ խաղաղությունը ամենակարևորն է, որը պետք է հաղթի, խաղաղություն լինի, բարին հաղթի, սերը հաղթի։ Մենք քրիստոնյա ազգ ենք եւ մենք պարտավոր ենք համերաշխությունը սերմացնենք մեր ազգի մեջ։ Իսկական քրիստոնեությունը, իսկական սերը տարածվի մեր ժողովրդի մեջ։ Մի բան եւս, որովհետեւ նախորդ պատարագին օրինակ Հովանավանքում Մայրաթորը դա պղծություն էր համարել ըստ էության, որ իրենց ասելով կարգալույց եղած հոգևորականներ մատուցել պատարագը, չնայած Տեր Թադեն կարգալույց չի, բայց աջակցում էր Տեր Արամին, դուք ինչ կարծիք ունեք այս մասին։ Տեսեք, ինձ համար վարչապետը վեհափառ է, ես չեմ ուզում մտնեմ այդ դաշտ, ես պարզապես ուզում եմ, որ համերաշխություն լինի, եկեղեցի, պետություն, որովհետև ամեն ինչ ազդում է մեր ժողովրդի վրա, մեր ժողովուրդը պետք է համերաշխության սեղանին գա, բարիության, ամեն ձև արվի, որ ամեն ինչ լավ լինի, առաջ Աստված, բոլոր հարցերը կլուծվեն, բոլոր խնդիրները կլուծվեն, ի վերջո մենք հայ ենք, այս ամենակարևորն է։